Օգոստոսի 13-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին ու նրանց ընտանիքների անդամներին։ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք Աբեղապալոյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց վեհափառ հայրապետին հանդիպման եւ մշտապես ցուցաբերվող հայրական խնամքի համար։ Թեմի երիցագույն հոգեվորական Տեր Մկրտիչ քահանա Երանյանը հայցելով Նորին Սրբության օրհնությունն ընդգծեց, որ նման ընդունելությունը կարևոր առիթ է ուխտը վերանորոգելու, հայոց հայրապետին ու Մայրաթոր Սուրբ Էջմիածնին վերստին իրենց հավատարմությունը հայտնելու համար։ Մենք հոգեորականով գոնե տարին 2 անգամ Ղևոնդյանստոնին մյուս տարիներին հանդիպում ունենում ենք, բայց որ հոգեորական ընտանիքին առիթ ընձեռվի կանանցով, զավակներով, թոռներով գալ ու ամենայն հայոց հայրապետի օրհնանքին արժանանալ, փառք ենք տալիս Տիրոջը։ Այդ հնարավորության համար մեր գոհունակությունը, շնորհակալություն մեր վեհափառ հորը եւ բոլոր նախաձեռնողներին, իրականացնողներին։ Շնորհակալ ենք Աստծուն։ Իր խոսքում վեհափառ հայրապետը կարևորեց հանդիպումները, որոնք լավ առիթ են եկեղեցականների հետ հոգևոր կապն առավել ամրապնդելու եւ նրանց ընտանիքների անդամների հետ հաղորդակցվելու համար։ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ նաեւ Արագածոտնի թեմի քահանայից դասի կարևոր հոգեխնամ ծառայությանը եւ բարձր գնահատեց ստեղծված դժվարին իրավիճակում նրանց դրսեւորած անմնացորդ նվիրումը։ Մեր եկեղեցու համար այս ծանր ու փորձություններով լի օրերին զգալիորեն տուժել է Արագածոտնի թեմը։ Թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ամիսներ շարունակ քրեակատարողական հիմնարկում գտնվելուց հետո այժմ վարչական հսկողության տակ է։ Նույն կարգավիճակում է նաև թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը։ Առաջնորդի պարտականություններն այսօր իրականացնում է վարչական խորհուրդը։ Սահմանափակված է թեմակալ առաջնորդի եւ քահանայից դասի շփումը։ Մեծապես տուժել են ոչ միայն քահանաներն, այլև նրանց ընտանիքների անդամները, երեց կանայք ու զավակները։ Ամիսներ առաջ քահանաներից շատերին բերման են ենթարկել։ Նրանց բնակարաններում իրականացվել են խուզարկություններ, իսկ որոշ դեպքերում առգրավել են նաև ընտանիքի անդամների անձնական հեռախոսները։ Այս ամենը խորապես անդրադարձել է ոչ միայն հոգևորականների ծառայության, այլև նրանց ընտանիքների բնականոն կյանքի ու անդորի վրա։ Վերջին շրջանի դեպքերը վեհափառ հոր հետ կապված այդ դատական շինծու դատերը առիթ էին հանդիսացել, որ մենք գայինք մեր վեհափառի հետ լինելու եւ այսպես նաեւ մեր զորակցությունը բերելու վեհափառ հորը մեր ընտանիքների, մեր համայնքների, մեր հավատացյալների անունից նաեւ խոսելու, որովհետեւ իրապես հայ ժողովուրդը լավագույնս կարողանում է գիտակցել, ընտրել, թեկուզ մի փոքր դանդաղ է իր մոտ այդ միտքը գալիս հայ ազգիս մոտ, բայց ամեն դեպքում նա լավագույնս կարողանում է տեսնել ճշմարիտը, արդարը եւ իմ հայ ժողովուրդը, իմ հայ ազգը վստահաբար սիրում է արդարությունը, սիրում է ճշմարտությունը եւ սիրում է իր եկեղեցին, որովհետեւ ինքը այդ արդարությունը եւ ճշմարտությունը առնում է իր մորից Սուրբ եկեղեցուց։ Իրականում ես առաջին անգամ էի հնարավորություն ունենում վեհափառին հետ այդ զրույցը անկեղծ ավելի մոտիկից լսելու։ Շատ հետաքրքիր էր, տպավորված եմ։ Իսկ ինչ վերաբերում է վերջի դեպքերին, հա, իհարկե եղան բավականին ճնշող միջադեպեր, էմոցիոնալ առումով գուցե շատ դժվար, բայց այսօրվա հանդիպումը ցույց տվեց, որ իզուր չէր ամեն ինչ, որ մեր եկեղեցու դժվար պահին մենք էլ այդ պատմության մի մասնիկն ենք դարձել։ Իհարկե մենք չենք հիշվի, բայց մեր եկեղեցին կարևորը կմնա անսասան։ Արագածոտնի թեմի քահանայից դասն ամիսներ շարունակ ամեն ուրբաթ միասնական ժամերգություններ է կազմակերպում, համատեղ աղոթքով զորացնելու նեղության մեջ գտնվող եկեղեցականներին ու հավատացյալներին, հիշեցնելու, որ այս փորձության մեջ նրանք մենակ չեն։ Թեմի քահանաները բազմիցս հանդես են եկել եկեղեցու իրավունքների պաշտպանության կոչերով, վերահաստատելով իրենց հավատարմությունն ու սերը Մայր եկեղեցու եւ նրա հովվապետի հանդեպ։ Վերջին շրջանում մեր եկեղեցին մեծ դժվարությունների միջով է անցնում ու եւս մեկ անգամ մեծ պատիվ էր մեզ համար վեհափառ հորը ցույց տալ, վեհափառ հայրապետին ցույց տալ, որ իրեն կողքին ենք, իրեն հետ ենք ու իրեն խոսքը շատ կարևոր էր մեզ համար։ Թեմը որոշակի դժվարություններ ունեցավ, որ մենք մեր առաջնորդին չենք տեսնում, չենք կարողանում ծառայել մեր առաջնորդի հետ փաստացի,
բայց հույս ունենք, որ Սրբազան հայրը շուտով պիտի հասնի մեզ, բայց վեհապար հայրապետը այսպես ասած ստանձնել է մեր առաջնորդությունը եւ շատ ուրախ ենք, որ այսօր եկանք եւ իրեն օրհնությունը առանք եւ վերստին իրեն ասում ենք, որ մենք այս տան զավակներն ենք եւ պիտի մնանք այս տան զավակները, որովհետեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը մեր ամենքի հոգու տունն է։ Հանդիպման ընթացքում ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանեց եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին եւ Մայրաթորի գործունեությանը վերաբերող հարցերին։ Ավարտին նորին սրբությունը հայրապետական իր օրհնությունը բերեց քահանաներին եւ նրանց ընտանիքների անդամներին, մաղթեց քաջառողջություն ու բարոր կյանք։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։